Ձեր կարծիքով ինչու է Նիկոլ Փաշինյանը շղթում եւ ուրանում հայոց ցեղասպանություն։ Որովհետև թուլամորթի մեկն է։ Եկավ խափեց բոլորիս։ Անալիզ արեք, դե ենք այով, մի հատ ստուգեք ինչու, ես չգիտեմ, չեմ կարող ասել, դեմքից ոչ ոք չի երևում ով է, բայց գենոտիպը ցույց կտա իրար։ Ինքը հայ չի, այդքան բան կարամ ասեմ։ Որովհետև անիմաստ ծնունդ է եղել։ Նրա մոր փորը չորանար դրան լուսաշխարհ չբերեր։ Որովհետև ապուշ է։ Գիտենք, որ այդ հլադրված է Ադրբեջանի եւ Թուրքիայի տրանսկամփն է կատարում է, ուրիշ ոչինչ։ Ես նախ չեմ ուզում իր անունը լսեմ, ու չեմ էլ ուզում այդ հարցին պատասխանեմ, որտեվ ինքը Ինքը առհասարակ պետք է լինի հայ, որ հայոց ցեղասպանությունը ընդունի։ Ինքը կարծում եմ, որ ինքը հայ չի։ ինչերա անում, չի կարելի, մեղք են էս մեր ժողովուրդը, մեղք են ուղղակի։ Երևի Երանի կտանք առաջիններին։ Թեմ պատասխանելու համար պետք է ծանոթանալ Նիկոլ Փաշինյանի կյանքի կեսագրությանը, որովհետև եթե ես ազգությամբ, պատկանելությամբ չեմ պատկանում ես ազգին, ուրեմն կժխտեմ ամեն ինչ։ Դա ինձ թվում ամեն ինչ ասված է, եթե ես ազգային եմ, ես հայ եմ իմ արյունով, իմ ուղղությունով, ես չեմ կարող ուրանալ ամեն ինչի միջով իմ ազգը անցել է։ Նույնն էլ վերաբերում է իրան։ Լինելով հայ, լինելով երկրի ղեկավար, ներկայացնելով ազգ, ինքը իրավունք չունի անի հակահայկական, հակաօրինական բաներ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը հայ չի։ Այս ժողովուրդը մի քիչ խելք, մի հատ համախմբվին, տեսնակ ինչ են կանում։ Ոչ մեկ չի կարող ժխտի ցեղասպանությունը։ Երբեք մենք Աստված ունենք։ Շատ կասկածում եմ, որ ինքը հայ է։ Ու մյուսներն էլ ենթարկում են իրան, ինձ թվում է գումարի համար հոգիները վաճառելին։ Ինքը իր խմբակով։ Ես այդ եմ հասկանում։ Ես ամեն օր որպես մեծ խնդրում եմ Աստծուն, փրկվենք Նիկոլից իր կազմից ազգին։ Ուրիշ ինչ կարող է սերիկան անել, ուրիշ նա գաղափար ունի, որ որևէ ինչ-որ ազգայինի կամ ոնց ասեմ հայրենիքի, հայրենատիրության, հողերի, արևմտյան, արևելյան մյուս, նա անգաղափար կենթանյակ, просто ուրիշ ոչ մի բան։ Երևի ինքը իր ազգուտակի մեջ չունի նախնիներից զոհված կամ ցեղասպանության ենթարկված։ Երբ մարդ եղել, որ ժխտի կամ չժխտի, նրան շուտ բանից որպես ոչ թե դավաճալ թշնամի պետք է հեռացրած լինեն այստեղից։ Այդքան մի բան կարամ ասեմ։ Արմատներով թուրք է, դրա համար կամաց ինքը մոռացել է, ոչ մեզ էլ ուզում մոռացնի, բայց երբեք չի կարողանա։ Պատվեր է կատարում։ Թուրքը ասում է իմ 300,000-ը պետք է վերադառնա, ասենք թե Հայաստան։ Մերոնք վերադառնալու են ընդ բնականա որ չէ։ Իսկ եթե թուրքը վերադառնում այստեղ, հետո ստացվել է ռուսի նման մտավ Ուկրաինա, ասում է իմ քաղաքացիներին են պաշտպանում։ Պատվեր չի, պատվեր է։ Ես կարծում եմ, որ դա լրիվ պայմանավորված բան է։ Դա ուղղակի ազգադավություն է անում։ Դա ազգակործան ինչ-որ ծրագիր ունի, շատ անհասկանալի է, թե ինչ ճակատագրի է ինքը արժանանալու, որտեվ դա այտենց հեշտ հանգիստ չի անցնելու, էլի։ Ես կարծում եմ, որ իրան շատ դաժան դատաստան է սպասում։ Այդտեղ ոչ մի ինչ-որ խելքի, բանի, տրամաբանության բան չկա, էլի, որ ես ասենք կարողանամ ասենք ինչ-որ փիլիսոփա էլ, այսպես ասած։ Նիկոլ Փաշինյանը թուրք է։ Եվ ամենակարևորը, որովհետև մեր ազգաբնակչությունը դրան թույլ է տալիս, որ դրան դիմի։ Ոչ թե հարցը նրանում է, որ ինչ են անում, այլ իմ մոտ ավելի մեծ հարցը առաջանում, ինչ են թույլ տալի, որ դա անի։ Այ ողբերգությունը դրա մեջ է։ Երկու կայսրությունների կատարածուն է։ Դա է հիմքը։ Եթե մենք հասկանանք ամբողջ կայսրությունների հիմքը, ընդհանրապես ցանկացած կայսրություն, կապ չունի ռուսական կլինի, թուրքական լինի, վերցնենք մեկ ուրիշ օրինակ, Ռուսաստանը Լեհաստանի հետ խնդիր ուներ եւ պետք է լեհացիներին, որ համարում էր իրեն գուբերնիա եւ պետք է ճնշեր, ինչ արեց, երբ տեսավ ազգային շարժումը այնտեղ արդեն կանգնել է, ոտքի է կանգնել, թույլ տվեց, որպեսզի գերմանացիները մտնեն Լեհաստան, ջարդեն, փշրեն, դուրս գալուց հետո նոր ինքը մտավ Լեհաստան, այսինքն պետք է հասկանանք կայսրությունները իրենցից ինչ են ներկայացնում, ինչ են ուզում։ Ինքը իրականացնում է ռուս-թուրքական ծրագիրը։ Դենց որ ամեն ինչ տրամաբանական է, ինքը իր թիմով։ Իսկ Ռուսաստան միշտ հայկական քաղաքականություն ավարել, հիմնականում ռուսը չլինի, հայը թուրքին կուտի։ Այդքան բան, դենց որ մեր հիմնական, այստեղից հետևություն, որ մեր հիմնական թշնամին ռուսն է, ոչ թե թուրքը, իսկ ռուս-թուրքական դաշինքը, որ 100 տարուց ավել կնքվել է հայերի դեմ,
աշխատում է միջև այսօր Նիկոլ Փաշինյանն էլ ամեն օր SMS-ա ստանում այդ դաշինքի շրջանակներում, թե ինքը ինչ պետք է անի։ Վերջ պետք է հասկանալ եւ ընդունել։ Ու չասել Դավաճանում նույն ազգից, ինքը մեր ազգի չի, ինքը թուրք է, ինքը հայ է ընդհանրապես ոչ մի ընդհանուր կետ չունի։ 2013 թվականին վերահաստատվեց Մոսկովյան պայմանագիրը։ Դրանով արդեն պարզ էր, որ ռուսը մեզ տալիս է Թուրքին։ Վերջ։ Արցախը միջազգայինորեն ընդունված բոլոր օրենքներով իրավականորեն Հայաստանի անբաժանելի մասն է, ինքը անկախ չի եղել ու չի էլ լինելու։ Եթե իրանց ասած անկախության հետևանքը այս սա էր, որ հայաթափեցին, որտեղ հույս ունեն, թե իրանք անկախ պետություն են։ Առանց Հայաստանի Արցախ չէր կարող լինել։ Այդքան ասում ենք չէին լսում, ինչ ասեմ։ Ինչի པարզ չի որ, հա? Պարզ է էլի։ Որտեւ ինքը թուրք-ադրբեջանական գործակալ է։ Հայրին չի սիրում։ Չի կարելի ինձ Նիկոլից մի հարց եկել, ինչ կլի։ Մտածում եք այսօր Նիկոլ Փաշինյանի օրն է։ Կորի գրողի ծոցը ինքը։ Հայոց ցեղասպանությունը ամբողջ աշխարհը գիտի, չի կարելի ուրանալ, ինքն էլ է հայ։ Եվ ինչպես կարելի է մոռանալ, այսինքն հայոց ցեղասպանությունը դա հնարավոր չի։ Դա ոչրագործություն է ամբողջ հայության համար, արևմտյան հայության համար։ Եվ Սումգայիթի հայության համար եւ նույն բանը կատարվեց Արցախում, Արցախի ժողովուրդը դարձան Ադրբեջանի իշխանության զոհը եւ ստոր այն մարդը, որը ժխտում է ցեղասպանությունը, Նիկոլը ո՞նց կարող է փակել մարդկանց աչքերը, եթե նա ազգությամբ արյունը հայի է, ո՞նց կարող է մոռանալ հայոց ցեղասպանությունը։ Դա անհնարին է։ Ուրեմն նա այդ կողմերը ունի, որ մոռանում է հայոց ցեղասպանությունը։